ասում են, եթե մենք չլինենք, թրիվ չի լինի, հիմա ինչ կլինի։ Չէ, յոթ պապերն չի ասում, եթե մենք չլինենք խաղաղություն չի լինի, չէ՞։ Չէ, մի հատ էլ ասում են, եթե մենք չլինենք, թրիվ չի լինի։ Մենք չլինենք, էլի ինչ-որ բաներ չեն լինի։ Դե դա շատ սխալ մոտեցում է, դա վարչապետից սկսեց փաստորեն, որտեղ վարչապետը ասաց, որ եթե ինքը չվերընտրվի, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի։ Դա բանը անթույլատրելի մոտեցում է, որովհետև այստեղ առաջ է գալիս շատ հասարակ էլեմենտար մի վերլուծություն։ Օրինակ, վարչապետի մասին խոսենք, որ տարածվում է նաև Գեորգ Պապոյանի վրա, էլի։ Ասում է, եթե ես չեմ վերընտրվեմ, ապա պատերազմ կլինի։ Պատերազմը բնականաբար մենք գիտենք հրահարողը ով պետք է լինի։ Ադրբեջանը։ Ադրբեջանը ինչի պիտի պատերազմի, ինչի բերի իր երիտասարդներին զոհի թեկուզ 1-ին 10 հարաբերությամբ, օրինակի համար, ինչ-որ բան պետք է ստանա, ճիշտ է, այդ պատերազմի արդյունքում ինչ-որ բան պետք է ստանա։ Հետևաբար, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվում, պատերազմ չի լինում, տրամաբանական է, որ ես ասեմ, որ այդ դեպքում Ադրբեջանը ինչ-որ բանը ստանում է առանց պատերազմի։ Եվ այդ կարող են պահանջել։ Օրինակի համար, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան, օրինակի համար։ Սա իմ համար Հայաստանի վերջի սկիզբն է լինելու։ Օրինակի համար ենթադրենք, թե այդ ինչ-որ բանը դա է, ենթադրենք մի պահ։ Հիմա եթե ինքը դրան հասնելու է առանց պատերազմի, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու դեպքում այդպես կանի, բայց եթե իմ դատողության ես տրամաբանություն եմ ասում, կարելի է մեծ համաձայնել, կարելի է չհամաձայնել, բայց եթե ես գտնում եմ, որ օրինակ ադրբեջանցի փախստականների վերադարձը դա Հայաստանի վերջի սկիզբն է, որպես պետականություն, ապա Նիկոլ Փաշինյանի դեպքում մենք ոտք ենք դնում Հայաստանի վերջի սկզբի առաջի քայլն ենք անում, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը չի վերընտրվում, այլ ուժեր են ընտրում հավանական աստվածաշարի պատերազմի դեպքում մենք հնարավորություն ենք ունենում վերջի սկիզբը ոտք չդնել։ Հետևաբար տրամաբանությունը ո՞րն է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, տրամաբանություն չկա։ Պարոն Աղազարյան, ձեր կարծիքով Ալիևի ու Փաշինյանի հաշվարկը վերջո գլոբալ առումով ո՞րն էր Վաշինգտոնում, այսպես պայմանավորվածություն հայ-ադրբեջանական խաղաղության Ռուսաստանին եւ Իրանին այս տարածաշրջանում թույլատնելու, դա էր այդ հաշվարկը, որտեղ այսպեսի գնահատականներ կային։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու եւ Իրանի Իսլամական Հանրապետությանը թույլատնելու, մեկուսացնելու համար, բնականաբար, դա հիմնական հաշվարկը եւ Եվրոպայի եւ Ամերիկայի հետ ակնհայտ է։ Հիմա երբ Իրանը այսպես ըստ էության դիմադրեց, դեռ դիմադրում է, ինչ կարող են ասել, որ նրանք այլևս այս տարածաշրջանում Իրանի Իսլամական Հանրապետությունը հերթական անգամ հայ ժողովրդին օգնեց չունենալ տարածքային լուրջ կորուստներ, նաև Զանգեզուրի, այսպես կոչված միջազգի տեսքով կամ Զանգեզուրի ինչ-որ հատվածի տեսքով, փաստորեն մենք հիմա գտնվում ենք այդ իրավիճակում եւ ես կարծում եմ, որ դրա համար մենք պետք է աղոթենք բոլոր աստվածներին, որ հերոսական ժողովուրդը դիմակայի, ինչպես ասացի, այդ բարբարոսությանը, անմարդկային բարբարոսությանը։